Ադրբեջանական սահմանին այսքան մոտիկ այգեպարի գյուղացիներից ամեն մեկը հերոս է։ Չնայած վախի մթնոլորտին, այստեղ կենցաղային խնդիրներն անհաշվելի են։ Առաջնահերթություններից էր մանկապարտեզի անմխիթար վիճակը։ Նախկինում ջեռուցում էր փայտով, ժամանակը որ քամի էր անում, ծխնելուց ծուխը հետ էր բերում, երեխաներին նայում էինք, տեսնում էինք փիսո էին դարել, արդեն իրանց քթների տակ սևացել էր։ Նոր տուն շինանյութի խանութների ցանցի եւ Secure ընկերության ներդրումների շնորհիվ փոքրիկ այգեպարցիներն արդեն ժամանակակից միջոցներով կտաքանան։ Մանկապարտեզում տեղադրվել է Secure գազի կաթսան եւ նոր տունն էլ ապահովել է մնացած շինանյութը։ Ակցիան շարունակական է լինելու։ Գազի վաճառված ցանկացած կաթսայից որոշակի գումար է հատկացվելու մանկական հիմնարկների ջեռուցմանը, խոստանում է Արմեն Ոսկանյանը։ Անցյալ տարի դա սկսվեց Գյումրի հույս մանկատնից, հետո ֆինանսական օգնություններ եղան այլ հաստատությունների։ Այս տարի մենք որոշեցինք ջեռուցել այգեպարի մանկապարտեզը, որովհետև այստեղ խնդիրները ավելի պակաս չեն, քան մանկատներում։ Համայնքի ղեկավարը հիշում է, 2006-ին մանկապարտեզում եղել է 3 երեխա, նրանց թիվը կամաց աճել է շենքի ջեռուցման եւ կոսմետիկ նորոգման արդյունքում։ Նմանատիպ բարեգործություններ պետք են մեր համայնքի սահմանամերձ գյուղերին, որը կարևորագույն պայման եմ ընդունում։ Փոքրիկները մայրաքաղաքի ժամանած հյուրերին զարմացրին ելույթներով, քաղցր բարբառով պատմեցին իրենց առօրյայի մասին։ Մեկը օդաչու է ուզում դառնալ, մյուսը բռնցքամարտիկ ու զինվոր։ Իսկ Գոռը հավատում է, որ նոր տան եւ Secure-ի բարեգործության շնորհիվ ստեղծենք մլսում սակ տակա։ Գիտեմ, որ զմնանը ցենք մլսելու։ Թող այս անմոռանալի խաղերը երբեք չընդհատվեն ադրբեջանական արկերից եւ փոքրիկ այգեպարցիների մանկությունն անցնի տաքուկ սենյակներում։ Գեղանուշ Աբրահամյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական, Տավուշի մարզ։